Ողջույն բոլորին և բարի գալուստ մերալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղլարված, էմոցիոնալ, հոգեբանական ծանրագույն շերտերով և պարզապես շոկային բացահայտումներով լի վերլուծական ու կանխատեսող թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վերջապես պատռվում են բոլոր դիմակները և ջրի երես է դուրս գալիս այն սարսափելի ճշմարտությունը, որը թաքնված էր ամենասկզբից։ Ինչպես միշտ, մեր վերլուծությունը կներկայացնենք մեկ ամբողջական, էմոցիոնալ հոսքով։ Այս սերիաներում մենք ականատես ենք լինում ընկերության և դավաճանության ամենացավոտ բախմանը։ Ոստիկանությունում քննիչը փորձում է ամեն գնով ինֆորմացիա կորզել Հարութից Գոռի մասնակցության վերաբերյալ։ Քննիչը նույնիսկ բացում է խաղաքարտերն ու ասում, որ Սեդան արդեն հիշել է ամենակարևոր դետալը՝ Գոռի ձեռքի սպին, և որ լռելով Հարութն այլևս չի կարող փրկել ընկերոջը։ Սակայն Հարութը, լինելով իր սկզբունքներին և տղամարդկային արժեքներին մինչև վերջ հավատարիմ, գերադասում է համառորեն լռել։ Նա չի ցանկանում վնասել այն մարդուն, ում ժամանակին եղբայր է համարել։ Արդյունքը լինում է ողբերգական։ Մի քանի ժամ անց, ազատ արձակվելու փոխարեն, Հարութին ձեռնաշղթաներ են հագցնում և տեղափոխում բանտախուց։ Բայց որքան ցավալի և հեգնական է այս զոհողությունը, երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում զուգահեռաբար։ Հարցաքննության են կանչում Գոռին, և նա անում է ստորության գագաթնակետը հանդիսացող մի քայլ։ Փոխանակ գնահատելու ընկերոջ լռությունն ու իր վրայից մաքրելու Հարութի անունը, Գոռը տալիս է կեղծ ցուցմունք։ Նա քննիչին ցինիկաբար հայտարարում է, որ այդ չարաբաստիկ օրը Հարութը եղել է իր հետ և ի սկզբանե իմացել է ամեն ինչի մասին։ Գոռը Հարութին դարձնում է իր հանցագիծը, փորձելով թեթևացնել սեփական մեղքի բաժինը։ Իսկ քննիչը բնականաբար հավատում է այս ստահոդ ցուցմունքին։ Սա իսկական հարված է մեջքից, որը դեռ իր ծանրագույն հետևանքներն է ունենալու։ Մինչ Հարութը տառապում է ճաղերի հետևում, դրսում տեղի է ունենում սերիալի ամենասպասված և պայթյունավտանգ բացահայտումը։ Սեդան և Նվերը, միավորելով ուժերը, սկսում են գաղտնի հետևել Նոնային ու Էլենին։ Նրանք բռնացնում են ընկերուհիներին միասին և կտրելով նրանց նահանջի բոլոր ճանապարհները, ստիպում են խոսել։ Հոգեբանական ահռելի ճնշման տակ Նոնայի նյարդերը վերջապես տեղի են տալիս։ Նա չի կարողանում այլևս կրել այդ սարսափելի մեղքի բեռն ու ամեն ինչ պատմում է։ Ճշմարտությունն ուղղակի սահմռկեցուցիչ է։ Պարզվում է, այս ողջ դժոխքի ճարտարապետը եղել է հենց Էլենը։ Նոնան խոստովանում է, որ Էլենը միշտ հիվանդագին սիրահարված է եղել Նվերին և պատրաստ է եղել ցանկացած ստորության նրան ու Սեդային բաժանելու համար։ Ամենասարսափելին սակայն այն է, որ հենց Էլենն ու Նոնան են գրել այն կեղծ նամակները Սեդային, թե իբր գիտեն նրա մայրիկի գտնվելու վայրը։ Այդ նամակներն էին այն խայծը, որի պատճառով Սեդան ճակատագրական օրը դուրս եկավ ռեստորանից և հայտնվեց հանցագործների դաժան ճանկերում։ Լսելով այս հրեշավոր ճշմարտությունը, Սեդան և նույնիսկ Նվերը հայտնվում են կատարյալ շոկի մեջ։ Դավաճանությունը եկել է այնտեղից, որտեղից Սեդան ամենաքիչն էր սպասում իր լավագույն ընկերուհիներից։ Շոկահարված Սեդան վերադառնում է տուն և հավաքելով Մինասին ու Սյուզիին, պատմում է ողջ սարսափելի ճշմարտությունը։ Նա ասում է, որ իր կյանքը դժոխքի վերածած գլխավոր մեղավորն իրականում Սյուզիի հարազատ քույրն է՝ Էլենը։ Այս լուրը Մինասի տանը հավասարազոր է պայթյունի։ Սյուզին հայտնվում է ծայրահեղահավոր հոգեվիճակում։ Նա խեղդվում է սեփական արցունքների և այն ահռելի ամոթի մեջ, որն իրեն պատճառեց հարազատ քույրը։ Սյուզին հասկանում է, որ այս դավաճանությունը վերջնականապես կարող է կործանել իր առանց այն էլ
փխրուն ընտանիքը, եւ որ ինքն այլևս երբեք չի կարողանա հանգիստ նայել Սեդայի կամ Մինասի աչքերին։ Իսկ ինչ է կատարվում այս ընթացքում բուն չարագործի Էլենի հետ։ Բացահայտված, մերկացված եւ բոլորի կողմից մերժված Էլենը կորցնում է իրականության զգացումը։ Մենք տեսնում ենք նրան փողոցներում քայլելիս, լիովին իրեն կորցրած, դատարկված եւ խելակարության եզրին։ Այն խաղը, որը նա սկսել էր նվերին տիրանալու համար, ոչ միայն խլեց նրանից սերը, այլև ոչնչացրեց նրա ողջ կյանքն ու մարդկային նկարագիրը։ Ահա այսպիսի ծանր եւ շրջադարձային իրադարձություններ են սպասվում մեզ առաջիկայում։ Սերիալը թևակողում է վերջնական հատուցումների փուլ։ Իսկ դուք, հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն, ըստ ձեզ, արդյոք պետք է ձերբակալվի նաեւ Էլենը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Կհանդիպենք շատ շուտով։